Բարի երեկո։ Արմատ մեդիայի եթերում կուլիսային ոդքասթն է, այսօր ես զրուցելու եմ Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։ Պարոն Ղուլյան, բարի երեկո։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունել եք։ Ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Ղուլյան, այսօր բնականաբար մեր խոսակցության հիմնական թեման լինելու է Արցախը, Արցախայրի իրավունքները, բայց ուզում եմ սկսել մեկ իրադարձային լուրից։ Նախ մենք գիտենք, որ Բաքվում ընթանում են մեր ռազմագերիների, ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս բոլոր պահվող անձանց եւ գերիների արդեն վերաքննիչ դատարանի բողոքների քննությունը, ու սրա ֆոնին նաեւ մենք փաստորեն իմացանք, որ գերիներից մեկը Լյուդվիգ Մկրտչյանը լուրջ առողջական խնդիրներ ունի եւ նրա փաստաբանը դիմել է ընդհուպ Ալիևին, որպեսզի նա թույլ տա գոնե մեկ զանգ կատարի իր տիկնոջը եւ ներկայացնի իր առողջական վիճակի մասին։ Պարոն Ղուլյան, մենք կարող ենք ասել, որ մեր գերիները այն կարգի անուշադրության են մատնված, պետական անուշադրության, ինչ որ առումով գուցե նաեւ հանրային անուշադրության, որ արդեն նրանց հարազատները գնում են ծայրահեղ քայլերի։ Ես նաեւ հիշում եմ, որ Ռուբեն Վարդանյանի կինն էր դիմում, որ նա կարողանա գնալ Բաքու եւ այնտեղ հանդիպել իր ամուսնուն։ Խնդրեմ ձեր կարծիքը այս թեմայով։ Այս թեման ինձ համար ծանր է խոսելու եւ վստահ եմ, որ ոչ միայն ինձ համար, բոլոր այն մարդկանց համար, ովքեր ծանոթ են մեր հայրենակիցներին, իսկ դրանք կարծում եմ հազարավորներ են, եւ խոսքը վերաբերում է ոչ միայն մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ նաեւ մեր նախկինում գերեվարված այդ ռազմագերիներին, քիչ առաջ նշեցիք եւ Լյուդվիգ Մկրտչյանի եւ բոլոր մյուսների հարազատներին, որովհետեւ այդ մարդիկ տարիներ շարունակ որոշակի կապվածություն են ունեցել իրենց շրջապատի հետ, աշխատանքային գործունեություն են ունեցել եւ շատ ցավալի է, որ մենք այսօր ստիպված ենք խոսել այդ անտարբերության կամ անտեսվածության մասին, որովհետեւ շուտով 2 ամիս հետո 3 տարին է լրանում, ինչ այս վերջին խումբը 2023 թվականի սեպտեմբերի այդ աղետալի իրադարձություններից հետո մեր հայրենակիցները հայտնվել են Բաքվի բանտերում եւ մենք ստիպված ենք խոսել այնպիսի թեմաների մասին, որը կարծես թե վաղուց պիտի հաղթահարված լինի։ Իհարկե միանշանակ եւ ես եւ մյուսները եւ ամենաշատը երևի այդ մարդկանց հարազատները իրավունք ունեն մտածելու, որ մարդիկ անտեսված են, մեր հայրենակիցների իրավունքները մատնված են այդպես անտարբերության, որովհետեւ որևէ լրացուցիչ լծակ չկա նույնիսկ տեղեկանալու ամենատարական այդպես իրավունքի մասին, իրազեկված լինելու, թե ինչպիսի վիճակում են գտնվում առողջական, իսկ որ այդ վիճակը չի կարելի այդպես բարվոք համարել, սա միանշանակ է, որովհետեւ հոգեբանորեն նույնիսկ եթե ուրիշ որևէ բան չլինի, համարյա 3 տարի գտնվելով գերության մեջ, լինելով պատանդարված վիճակում, սա բավականին մեծ թվով հարցեր է այդպես առաջադրում եւ մարդիկ երևի փորձում են ինչ որ կերպ այս վակուումը, այս անտեսվածության եւ անտարբերության հետ կապված լրացնել։ Պատահական չի, որ երևի վերջին շրջանում գուցե արդեն 1 տարի է, որ մեր հայրենակիցները նաև սկսել են, տեսեք ինչպիսի իրավիճակ է, երբ նրանք իրենց հարազատների հետ խոսելու, ընտանիքի հետ շփվելու այս փոքր ժամանակը օգտագործում են իրենց ուղերձների համար։ Ռուբեն Վարդանյանը արդեն մի քանի անգամ դիմել է, Դավիթ Բաբայանը տարբեր պարզաբանումներ են ներկայացրել, Դավիթ Իշխանյանը որոշ մանրամասներ են ներկայացրել, իսկ վերջերս էլ Դավիթ Մանուկյանի այդ առաջադրած հարցերը, հարցադրումները վստահ եմ, որ եթե նույնիսկ շատ խորացած տեղեկացված չլինես, ապա եթե իրար կողք ես դնում, մի այդպես պատկեր է կարելի նկարագրել, թե ինչպիսի իրավիճակ է այսօր նրանց մոտ եւ ինչպիսի սպասումներ կան։ Այսինքն նրանք արդեն իրենք են այնտեղից կոչ անում այստեղ մեզ Հայաստանի իշխանություններին, որ ինչ որ առումով գործի անցնեն, հա։ Նրանք ոչ թե կոչ են անում, նրանք պարզապես ցույց են տալիս, որ եթե կա պետություն, եթե այդ պետությունը խոսում է ինքնիշխանության մասին, եթե խոսում է սուբյեկտայնության մասին, ապա այդ պետությունը պարտավոր է իր քաղաքացիների մասին
հոգ տանել։ Այդ պետությունը պարտավոր է իր քաղաքացիների իրավունքները պաշտպանել աշխարհի ցանկացած վայրում եւ Հայաստանի Հանրապետության անձնագրում հենց այդպես էլ գրված է, որ քաղաքացին օգտվում է իր Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից եւ նրանց այդ վիճակում գտնվելը երևի բոլորս էլ այդ բանին հետևում են կամ ովքեր հետևում են տեսնում են, որ տարբեր առիթներով իշխանության ներկայացուցիչները խոսում են, դե մենք զբաղվում ենք, դե մենք խոսում ենք։ Անկեղծ ասեմ, ես որևէ արդյունք չեմ տեսնում այդ հարցով զբաղվածության մասով, որովհետև եթե կոնկրետ հետևողական զբաղվածություն լիներ, եթե այս հարցին հետամուտ լինեին այնպես ինչպես բոլոր մյուս հարցերն են գտնվում օրակարգում, ես համոզված եմ, որ որոշակի տեղեկատվություն, որոշակի իրազեկվածություն, ել չեմ ասում այս խնդիրները հիմնովին լուծելու եւ նրանց իրենց ընտանիքների վերադարձնելու թեման կարելի էր փակել։ Այսինքն նվազագույնը գոնե ինֆորմացիա կունենային, առավել եւս, որ Կարմիր խաչը նույնիսկ հասանելիություն էլ չունի, բռնապետական պետություն է, որտեղ նույնիսկ Կարմիր խաչին չեն թողնում հումանիտար առաքելություն իրականացնի, գոնե այստեղ իշխանությունները փաստորեն տեղեկություն կունենային եւ մեզ կիրազեկին, թե ինչ վիճակում են գտնվում։ Դուք շատ ճիշտ եք նկատել, որովհետեւ մինչև անցյալ տարվա սեպտեմբերը որոշակի պարբերականությամբ Կարմիր խաչի կողմից այդ տեղեկությունները փոխանցում էին ընտանիքներին եւ հակառակ ընտանիքներից նաեւ մեր հայրենակիցներին էին հաղորդում, բայց Ադրբեջանը կարողացավ հասնել նրան, որ միջազգային այն կազմակերպությունները, որոնք պարտավոր են նման իրավիճակում գտնվել մարդկանց կողքին, ովքեր գերեվարված են, ովքեր պատանդի կարգավիճակում են, կարողացավ հասնել նրան, որ Կարմիր խաչը փաստորեն Ադրբեջանից կարելի ասել վտարվեց։ Պատկերացրեք մի վիճակ, երբ որ Ադրբեջանը նախկինում շահագրգռված էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացությունը անպայման լիներ Բաքվում եւ նույնիսկ մտածում էին ուրիշ տեղերում, ուրիշ քաղաքներում լինեն, որովհետեւ օգտվում էին դրանից, որովհետեւ Ադրբեջանի փախստականներ կային, իրենց պատկերացմամբ տեղահանված անձիկ կային, ովքեր շատ լավ էլ օգտվում էին այդ Կարմիր խաչի կազմակերպության միջազգային, ասինքն աջակցության օժանդակությունից եւ երբ որ նրանք տեսան, որ այլևս այդ աջակցության օգնության կարիքը չկա, փաստորեն այնպիսի իրավիճակ ստեղծեցին եւ շատ բարձ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարությանը տեղեկացրին, որ այլևս նրանց գործունեության կարիքը չունեն Ադրբեջանի տարածքում։ Սա շատ վատ երևույթ է, որովհետեւ մենք քիչ առաջ խոսեցինք այդ անտեսվածության անտարբերության մասին։ Գիտեք, բազմաթիվ լուծման տարբերակներ կլինեն եւ եթե ցանկություն կա անպայման ինչ որ մի տարբերակ կարելի է գտնել։ Օրինակ, նույն Կարմիր խաչի գործունեության դադարեցումից հետո այստեղ Երևանում արցախցիների կողմից, բոլոր այն իրավապաշտպան կազմակերպությունների կողմից մի քանի հավաքներ անցկացվեցին եւ առաջարկներից մեկն էլ այն էր, որ դիմել Շվեյցարիայի դեսպանությանը, որպեսզի Շվեյցարիայի դեսպանությունը որպես Շվեյցարիան որպես չեզոք պետություն իր վրա այդպիսի պրակտիկական միջազգային հարաբերություններում, երբ որ միջազգային կազմակերպությունը կոնկրետ այս պատկան կազմակերպությունը չկա որևէ երկրում, ապա որևէ երկրի դեսպանություն այդ գործունեությունը վերցնում է իր վրա։ Նույնիսկ այս թվում է թե դիվանագիտական այդպես հնարավոր տարբերակը մինչև հիմա չօգտագործվեց։ Եվ գիտեք, այսպիսի իրավիճակում բարեբախտաբար կան անհատներ, մարդիկ, կան կազմակերպություններ, ովքեր զբաղվում են, ես նկատի ունեմ մեր գերիների եւ պատանների հարցերով զբաղվող մեր հայրենակիցներին, առաջին հերթին իհարկե իրավապաշտպաններին, Սիրանուշ Սահակյանին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր անհատապես կամ իրենց կազմակերպություններով զբաղվում են մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությամբ եւ քանի որ արդեն որոշակի կարծես տեղաշարժ կա միջազգային կառույցներ փոխանցելու մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը, մասնավորապես մարդու իրավունքների եվրոպական դատարան, ապա սա շատ մեծ աշխատանք է, որը ամեն դեպքում շատ ավելի արդյունավետ եւ շատ ավելի հեշտ կլինի, եթե դա լիներ պետական աջակցությամբ։ Ցավոք դա էլ այս պահին ես չեմ տեսնում եւ մենք փաստորեն ստիպված ենք խոսել հենց այն կացությունից, որ այսօր գոյություն ունի։ Պարոն Ղուլյան, վերջերս ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովը կոչ էր արել դարձյալ Ադրբեջանին, Ալիևին անհապաղ
ազատ արձակել գերիներին։ Իհարկե հասկանում ենք, որ այստեղ հայկական լոբի, հայդատի աշխատանքն է բավական մեծ, որ տեղի են ունենում դեռ նման կոչեր, բայց փաստորեն մենք թեկուզ սրա վրա հղում անելով կարող ենք արձանագրել, որ այս հարցը իրականում դուրս չի եկել միջազգային օրակարգից, այսինքն եթե մենք հետամուտ լինենք, այս հարցը շատ լավ կարող ենք հետապնդել, պաշտպանել, եւ նաեւ սրան արձագանք եղավ Ադրբեջանի խորհրդարանից, նրանք դատապարտեցին մեր կողմից լռություններ, մենք չողջունեցինք նույնիսկ։ Ինչպես կգնահատեք դուք սա։ Սա շատ ճիշտ բնութագրություն է այն իրականության, որ այսօր կա։ Այսինքն մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում առանձին անհատների, հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների շահագրգիռ աշխատանքը մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու հարցում եւ ունենք պետության կողմից ոչ արդյունավետ կամ համարյա զրոյական աշխատանքը։ Եվ ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, երևի եթե վերցնենք մեկ տարվա կտրվածքով, տարբեր միջազգային կառույցներից իհարկե որոշակի նաև մեր հայրենակիցների կողմից հնարավորություն ստեղծելով լոբիստական աշխատանքի միջոցով, մեր նույն այդ Բաքվի բանտերում գտնող հայրենակիցների հարազատների կողմից կատարված աշխատանքի միջոցով տարբեր միջազգային կառույցներում Եվրախորհրդարանի падգամավորներ դիմում են եւ Ադրբեջանի եւ ընդհանրապես միջազգային այն կառույցներին, որոնք անպայման պետք է իրենց գործունեության մեջ իրենց օրակարգում ունենան եւ բոլոր այս բարձրացված հարցերին անմիջապես Ադրբեջանի կողմից պատասխան լինում է։ Որպես կանոն այդ պատասխանները լինում են, որ այդ մարդիկ հանցագործներ են, այդ մարդիկ այնպեսին չեն, ինչպեսին դուք եք պատկերացնում։ Եվ եթե մենք այստեղից Հայաստանի կողմից չունենք դրան համարժեք, դրան համապատասխան աշխատանքը ի պաշտպանություն մեր հայրենակիցների, այդ նույն աշխատանքները իրավունքների պաշտպանությամբ մնում են կես ճանապարհի վրա։ Եվ եթե այդ նույն օրինակով Միացյալ Նահանգների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը իր աշխատանքի դիմաց ստանար արձագանք Հայաստանի Հանրապետությունից, գոնե իր այդ վիզավի կառույցի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների կամ որևէ այլ պետական կառույցի, ել չեմ ասում ամենաբարձր մակարդակի արձագանքը, սա ցույց կտար, որ կա մյուս կողմից շահագրգռվածություն եւ կա այն նաեւ աշխատանքի պահանջը, որ Միացյալ Նահանգների կոնգրեսը պետք է շարունակի։ Կես ճանապարհին այդ մնալով աշխատանքը հաջորդ անգամ շատ ավելի դժվար է, որովհետեւ այն աշխատանքը, որի արդյունավետությունը, որի արդյունքը չեն տեսնում, հաջորդ անգամ ավելի դժվար է։ Վերջերս երևի նկատել եք լրահոսում էլ կար մեր գործընկերոջ Դավիթ Իշխանյանի տղան եղել է Բրյուսելում, մասնակցել է Եվրոպական խորհրդարանի նույնպես առանձին մի այդպիսի քննարկման, բարձրացվել է հարցը, Սիրանուշ Սահակյանը հանդես է եկել նաև պարզաբանումներով եւ սա նշանակում է, որ այդ աշխատանքի կարիքը կա, այդ աշխատանքի մասին տեղեկությունների պակաս կա, պետք է այդպիսի գործունեություն տանել եւ եթե վստահ եմ այդ նույն աշխատանքի մեջ լիներ պետական մասնակցություն, գոնե այդ իրազեկվածության տեղեկատվությունը փոխանցելու մասով, մենք այլ իրավիճակ կունենայինք։ Գիտեք, շատ ցավալի է, որովհետև խոսքը վերաբերում է մարդկանց, ովքեր տարիներ շարունակ իրենք են այդպիսի աշխատանքի մեջ եղել, գործի բերումով նաև մեր մի շարք հայրենակիցների են օգնել, որպեսզի գերությունից վերադառնան, որպեսզի տարբեր իմաստով նեղ վիճակում գտնվող մարդկանց օգնել են եւ հիմա նրանք գտնվում են այնպիսի մի վիճակում, երբ որ պետականորեն իհարկե պարտադիր պետք է նրանց մասին հոգ տանել։ Ես որևէ կասկած չունեմ, որ բոլոր այդ մարդիկ առաջին հերթին իհարկե խոսքը ռազմաքաղաքական ղեկավարության մասին է, եթե լինեին ազատության մեջ, նրանք այլ կերպ կվերաբերվեին, Աստված չանի, եթե ուրիշ որևէ հայրենակիցներ մենք գտնվեին նման իրավիճակում։ Եվ այս իմաստով ես կարծում եմ, որ մեր բոլոր հայրենակիցները եւ նշած մեր ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները եւ մեր ռազմագերիները
ովքեր գտնվում են այդպիսի նեղ իրավիճակում, օր առաջ պետք է վերադառնան իրենց տները։ Սա ոչ միայն այդպես անհատական, զուտ մարդասիրական աշխատանք է եւ պահանջված աշխատանք է։ Սա նաեւ խոսում է պետության հնարավորությունների մասին։ Իսկ որ պետությունը այսպիսի հնարավորություն ունի եւ դա չի օգտագործվել առավելագույն չափով կամ գոնե օպտիմալ այդ հնարավորությունների սահմաններում, սա միանշանակ է։ Նույնիսկ եթե վերցնենք այս նույն խաղաղության գործընթացը, որի ժամանակ իհարկե բազմաթիվ հարցեր երևի քննարկվում են, լինի դա թրիպի այդ վերաբերող քննարկումը, հիշում եք Միացյալ Նահանգներում համարյա թե 1 տարի անցել օգոստոսի 8-ին այդ քննարկումների ժամանակ ինքը Տրամպն էր փորձում Հայաստանի գործող վարչապետից ճշտել, որ այսպիսի հարց կա 23-ան ժամանակ, եւ ասում էր, որ ես կարծում եմ, որ եթե ես միջամտեմ կամ ես խնդրեմ անպայման այդ հարցի լուծումը կլինի։ Մի տարի է անցել եւ եթե այս հարցին հետամուտ լինեին, որևէ կասկած չկա, որ անպայման արդյունք կլիներ։ Կարծում եք Թրամփը Հայաստանի իշխանությունից բացասական պատասխան է ստացել, ասել են հետամուտ մի եղիր։ Գիտեք, բացասական պատասխանն էլ եթե չլինի անտարբերություն, այդ նույն անտեսվածությունը լինի, սա բավական է, այնպես չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ամեն օր նստած միայն այդ գերիների հարցն է եւ նրա օրակարգում բազմաթիվ հարյուրավոր հարցեր կան եւ պետք է որոշակի աշխատանք, որպեսզի այդ նույն ամենօրյա այդ օրակարգային հարցերի մեջ ամեն օր այդ թեման լինի նրա աչքի դեմը։ Պարոն Ղուլյան, հիմա տեսեք, այո, դուք խոսեցիք խաղաղության պայմանագրի մասին, խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է։ Հիմա եթե ստորագրվի, հավանաբար նույն տեքստն է լինելու։ Ինչու խաղաղության պայմանագրում տեղ չգտավ գերիների հարցը, որ մենք գիտենք, որ պետությունների մինչև խաղաղության պայմանագիր երբ կնքվում է, առաջնահերթ փորձում են կարգավորել հումանիտար խնդիրները, դա այն ամենաառաջի հարցը պետք է լիներ, որը պետք է հասցեագրվեր։ Հիմա հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն, երբ հումանիտար հարցերին որևէ հղում չի կատարվում։ Ինչպես են երկու պետություններ գնում հաշտության, երբ մի պետությունը քո հայրենակիցներին պատանդ է պահում այնտեղ եւ դատապարտում է։ Եվ արդյոք մենք կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով ինքը չի ցանկացել, որ այդ հարցը ներգրավի այդ օրակարգում, այդ փաստաթղթի մեջ։ Այդ հարցի պատասխանը երևի պետք է ստանալ հենց այն մարդկանցից, այն գործիչներից, ովքեր ներգրաված են եղել այդ նույն խաղաղության պայմանագրի նախագիծ, ասենք, թե այդ նախաստորագրված տարբերակի աշխատանքների մեջ եւ որևէ բացատրություն այդպես էլ չի հնչել։ Բնական է, որ Ադրբեջանը չպիտի ցանկանար այդպիսի թեմա կամ որևէ ուրիշ թեմա լիներ, որովհետեւ Ադրբեջանը իրեն հուզող հարցերն է պարզապես առաջ բրդում եւ նրա համար այդ ճանապարհն է ամենակարևորը, բայց Ադրբեջանի համար ամենակարևոր հարցի դիմաց դու նույնպես հնարավորություն ունես քո ամենակարևոր հարցը առաջ քաշելու։ Եվ եթե խաղաղությունը, ձեր ասած, ընդհանուր ցանկություն է, ընդհանուր նպատակ է, ուրեմն այնինչ որ Ադրբեջանը կողքից առաջ է բրդում որպես իր հաղորդակցություն Ադրբեջանի տարածքի եւ Նախճեվանի, ուրեմն դրա դիմաց անպայման Հայաստանի կողմից որևէ բան կլինի։ Ես միայն իհարկե գերիների պատանների հարցը չէ, մենք ունենք օկուպացված տարածքներ։ Ես այդ տարածքների հարց չեմ նույնիսկ տեսնում, որ դա մոտ է ինչ որ լուծման։ Իհարկե խոսում է, որ դա կլինի սահմանագծման արդյունքում, բայց ես վստահ եմ, որ սահմանագծման աշխատանքը Ադրբեջանը տանելու է այնպես, ինչպես իրեն օգուտ է։ Գիտեք, շատ ճիշտ ասեցիք, բայց մի փոքր տեստել անենք։ Հիմա անընդհատ խոսում է, որ այդ աշխատանքները սկսվել են, գործնական փուլ է մտել տրիպի մասին, երկկողմանի ինչ որ աշխատանքներ են գնում, համաձայնությունների կայացման փուլում են։ Ամենասովորական այդպես մոտեցմամբ եւ պարզ տրամաբանությամբ ճիշտ կլինի եւ բնական կլինի, եթե Հայաստանի իշխանությունները այս հարցի լուծումը վերջնական տրիպի գործարկում լինի, թե այս աշխատանքների արդեն գործնական փուլ հասցնելուց առաջ քաշեն գերիների եւ պատանների հայրենիք վերադառնալու հարցը։ Այսինքն որպես նախապայման դնեն։ Նախապայման չի, ասինքն ամեն ինչի արդեն համաձայնվել են եւ գործնական աշխատանքներ սկսելու համար
Պարզապես պետք է որ ինչպես քիչ առաջ դուք նշեցիք, եթե սա խաղաղություն է, ապա այդ խաղաղությունը պետք է լինի երկկողմանի հանրային հանգիստ վիճակում, այսինքն չի կարող լինել հանրային այնպիսի անհանգստություն, երբ որ Հայաստանի Հանրապետությունում կան հարյուրավոր ընտանիքներ, ովքեր կապված են գերության մեջ գտնվող մարդկանց հետ։ Չի կարող լինել այդ խաղաղություն, եթե օրինակ մենք մտածում ենք, որ Հայաստանի Հանրապետության որոշակի հատվածներ, լինի դա Սևանի կողքին, Ջերմուկի հատվածում, Սյունիքում եւ այլ տեղերում, եթե մարդիկ գիտեն, որ այդ տարածքները օկուպացված են։ Շատ պարզ մարկերներ են սրանք, որոնք իհարկե շատ արագ երևում են, որ եթե սա խաղաղություն է, ուրեմն պետք է լինի հանրային տրամադրությունների մեջ երկկողմանի այսպես վստահություն, որ մենք հավատում ենք, որ սա խաղաղություն է։ Քանի դրանք չկան, անձամբ ես եւ ես կարծում եմ ինձ նման հազարավոր մարդիկ միշտ տեղ ունեն կասկածելու։ Մանուկյան, մենք Ադրբեջանի օրակարգին դեռ կանդրադառնանք, բայց գերիների հարցը շարունակելով ես ուզում եմ, որ մենք մի փոքր, եթե որքանով հնարավոր է, փակագծեր բացենք, որովհետև նախ առանձնացրել եմ բոլոր այն իշխանական ներկայացուցիչներին, երևի թե բոլորն են, գուցե բոլորը չեն, որոնք արտահայտվել են գերիների մասին, դա Ալեն Սիմոնյանն է, Գագիկ Մելքոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, ռազմական ուղի անցած մարդիկ են խոսել, Գագիկ Մելքոնյանը, Անդրանիկ Քոչարյան, Նիկոլ Փաշինյանը արդեն որպես վարչապետ, ինչ են ասում, կարմիր թելով բոլորի խոսքում գնում է մի բան, թող չգնային եւ հանձնվեն գերի։ Օրինակ Անդրանիկ Քոչարյանն ասում է ինքնապաշտպանությունը թող ապահովեն եւ ինքնակամ գնացել եւ հանձնվել են գերի։ Ես դες այդ առիթ ունեցել եմ այս թեմայով տեսախցիկներից դուրս խոսելու, նրանց պատմությունները մեր ռազմաքաղաքական ղեկավարության գերի ընկնելու, ինչ մտքեր են ունեցել դրանից առաջ, եթե հնարավոր է, մենք կարող ենք նաեւ հեռուստայտողի համար ինչ որ առումով ներկայացնել, որ հասկանալի լինի, այդ մարդիկ ինչու ի վերջո գերի ընկան։ Եթե ինչ որ փոքր պատմություններ կամ դրվագներ կա, որոնք դուք կարող եք այս պահին լույս սփռել։ Գիտեք, գուցե առանձին ինչ որ շտրիխներ կարելի է բացել, հնարավոր է բացել, բայց ես չեմ կարծում, որ ընդհանուր այս գործընթացի մեջ, այս process-ի մեջ այդ առանձին շտրիխներով մենք կարող ենք ամբողջական պատկերը վերականգնել, որովհետև դա հնարավոր է միայն, երբ որ մեր այդ նույն հայրենակիցները վերադառնան եւ իրենք պատմեն, թե ինչպիսին է եղել այդ սեպտեմբերի վերջին օրերի եւ հոկտեմբերի առաջին օրերի իրադարձությունները։ Սա մի կողմից, երկրորդը այնինչ որ գիտեմ ես, այնինչ որ գիտեն մեր բազմաթիվ հայրենակիցներ, ինչպես է դա տեղի ունեցել, միայն ու միայն մի վերապահում ունի, նույնիսկ այս պահին էլ, քանի դեռ նրանք գտնվում են Բաքվում, որ ես պարզապես չգիտեմ, թե այդ մանրամասները այսօր ինչքանով կարող են օգնել կամ վնասել մեր հայրենակիցներին, որովհետև այնպես չի, որ նրանք շատ ազատ են կամ նրանց հանդեպ որևէ բան կարող է տեղի չունենալ։ Մենք հանգիստ կարող ենք ամեն ինչի մասին պատմել եւ ամեն ինչ վերականգնել մեր հիշողություններում։ Մի բան միայն հստակ կարող ենք ասել, որ այդ մարդկանց գերությունը եղել է պարտադրված եւ ի դիմաց այն նաեւ հնարավոր գործընթացների, որոնք ապահովել են մեր 100 եւ 100,000-ից ավել հայրենակիցների համարյա թե անվտանգ անցումը Հայաստանի Հանրապետություն։ Շատ բարդ է երևի այս ամենը անցկացնել, որովհետև ես խոսում եմ հիմա մարդկանց մասին, ում հետ ես աշխատել եմ տարիներ ի վեր։ Ես գիտեմ նրանց բնավորությունը, ես գիտեմ նրանց խառնվածքը, ես գիտեմ նրանց մոտեցումները այս նույն հարցերի։ Մենք վերջին օրերին տարբեր զրույցներ ենք ունեցել եւ իհարկե տարբեր են այս երևույթները, որովհետեւ մենք ունեցել ենք սեպտեմբերի արդեն
27-ի կողմերը առանձին Դավիթ Բաբայանի, մենք այդ մասին խոսել ենք, որ դա եղել է համարյա ուլտիմատումի նման, վերջնագրի նման։ Նա իդեպ գրառում արեց եւ դրա մասին խոսել է, որ ստիպված է գնալ։ Մենք ունենք այն հատվածը, երբ որ Ռուբեն Վարդանյանն է փորձել անցել սահմանը Դավիթ Մանուկյանի հետ, երբ որ նրանք հենց սահմանի վրա գերեվարվել են, Լևո Մնացականյանի, նույնիսկ չեմ էլ ուզում այս, որովհետև վստահ եմ, որ սա ցավոտ թեմա է մարդկանց մասին, ովքեր ծանր ապրումների մեջ են այս բոլոր պատմությունների հետ կապված։ Բայց միանշանակ Ադրբեջանի կողմից եղել է շատ հստակ, շատ այդպես պարզ մոտեցում եւ նրանք պարզապես թողել են, որպեսզի այդ 100,000-ից ավել մեր հայրենակիցները սահմանը անցնեն, իմանալով, որ Ստեփանակերտում գտնվում են Արցախի Հանրապետության նախկին նախագահները եւ մեր մի քանի պաշտոնյաներ։ Ինչ մնում է այս վերջին խմբին գերության մեջ հայտնվելուն, ապա նորից իհարկե վերջնական պատկերը կլինի, երբ որ նրանք իրենք պատմեն այդ մասին, բայց նրանք միայն ու միայն այդ քայլին գնացել են իմանալով, որ կոնկրետ հենց այդ պահին նրանք փրկում են մի քանի տասնյակ մեր հայրենակիցների կյանքը։ Ես լրացուցիչ չեմ ուզում փակագծեր բացել, նույն այդ քաղաքացիները, եթե հարմար կգտնեն, իրենք կբացեն։ Այսինքն պատանդի կարգավիճակում են մնացել, որպեսզի մյուսները կարողանան ողջ եւ առողջ դուրս գալ։ Չէ, ինչու իհարկե ես ինքս ինձ թույլ չեմ տա ինչ-որ ինֆորմացիաներ հրապարակել, որքանով որ տեղյակ եմ, գուցե ամբողջությամբ տեղյակ չեմ, բայց ինչու եմ կարևորում սա, որովհետև մենք փաստորեն հասարակությունը միակողմանի ինֆորմացիա է ստանում։ Այսինքն միայն լսում են մեղադրանքներ, որ այ թո չգնային հանձնվեն, այ եթե գնացել են մի բան, նույն Ռուբեն Վարդանյանի օրինակով Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ ինչպես եղավ իր քաղաքացիությունից հրաժարվեց, եկավ, այդ ինչպես նա հայտնվեց Բաքվում, այսինքն կարծես դավադրության տեսանկյունից է, հա, ներկայացնում։ Եվ մարդիկ երբ լսում են միակողմանի ինֆորմացիա, բայց չեն ստանում հակառակ կողմից ինֆորմացիա, բնականաբար այստեղ մարդիկ կարող են եւ շատ սխալ տեսակետ եւ կարծիք ձևավորել։ Ճիշտ եք ասում, ցավալի է, որ այդպես է, որպեսզի այդ տպավորությունը չգիտեմ նույնիսկ փոխենք, սրա մասին պետք է ամեն օր խոսել։ Սրա մասին պետք է ամեն հնարավոր առիթում խոսել։ Միջազգային տարբեր հարթակներում ներկայացնել։ Ես պարզապես մի բան կավելացնեմ այն, ինչ որ քիչ առաջ խոսեցինք։ Մեր իմացած հայրենակիցների մեծ մասը կարող էին Արցախում չլինել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Վստահ եմ, որ սա մարդիկ պիտի որ հասկանան։ Թե Ռուբեն Վարդանյանը, թե նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, թե մյուս մեր գործիչները, այդ թվում եւ ռազմական, որոնք գտնվում էին ոչ ի պաշտոնե, ասինքն պարտավորությունների տակ, որ անպայման պետք է այնտեղ լինեին։ Նրանք կարող էին Արցախում չլինել, այսինքն լքել Ստեփանակերտը կամ մյուս բնակավայրերը։ Ավելի վաղ նկատի ունեմ։ Ավելի վաղ։ Ես նույնիսկ նկատի չունեմ 2022 թվականի դեկտեմբերը, երբ որ ճանապարհը փակվեց։ Նկատի ունեմ դրանից հետո, երբ որ տարբեր հնարավորություններ կային, բայց այդ մարդիկ մնացին ընտրելով իրենց հայրենակիցների հետ միասին այս դժվարությունը, այդ համատարած շրջափակումը, բլոկադան միասին ապրելու, վերապրելու ճանապարհը։ Եվ միանշանակ է ինձ համար, որ եթե մեր ղեկավար կազմի ներկայացուցիչները Արցախում չմնային բոլորիս հետ միասին, մեր հայրենակիցների հետ եւ միասին չկիսեին այդ մի կտոր հացը իրար հետ կիսելու այս դժվարությունները, մեր հայրենակիցների մեծ մասն էլ ինչ որ ճանապարհներ կգտնել շատ ավելի Արցախը լքելու համար։ Բոլորս մնացինք, որովհետեւ մենք զգում ենք, որ սա մի նավ է, որտեղ բոլորս հավասար ենք եւ որևէ տարբերություն չի եղել, ով ինչ պաշտոնի եղել նախկինում, ներկայում եւ սա հաջողվել է եւ մեծամասամբ դա եղել է եւ Ռուբեն Վարդանյանի մցրած այդ կառավարման համակարգի արդյունք, եղել է նաեւ մեր նախկին պաշտոնյաների գործունեության արդյունք, էլի չեմ ուզում նույնիսկ մեր այդ ռազմական գործիչների մասին խոսել, որովհետեւ
նորից ես մտածում եմ սա արդյոք օգտակար կլինի թե վնասակար։ Եվ մի բան էլ, նույնիսկ ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարները, մեր ռազմագերիների մի մեծ մասը, ովքեր այդ օրերին գերեվարվել են, ովքեր նույնպես հայտնվել են Բաքվի բանտերում, նրանք հայտնվել են այն բարդ իրավիճակում, երբ որ ստիպված են եղել վերադառնալ իրենց բնակավայրեր, իրենց ընտանիքների տեղը իմանալու պատճառով։ Սա նույնպես արդեն մեծ մասամբ, գուցե ոչ բոլորի մոտ է, բայց այնպես չի, որ նրանք գնացել եւ այդպես իմանալով գնացել են հանձնել։ Պարզապես այդ անորոշությունը եւ բարդ իրավիճակը, չիմանալով թե որտեղ են հարազատները, մարդկանց մղել է գնալ այնպիսի քայլերի, որի հետևանքները նրանք չեն էլ պատկերացրել։ Պարոն Ղուլյան, նաև ուզում եմ թեև շատ են առիթները եղել, գիտեմ դուք էլ եք անդրադարձել Արցախի այլ նախկին պաշտոնյաները անդրադարձել են, բայց նաև այդ մեղադրանքները, որ դուք ռազմաքաղաքական ղեկավարներ էիք, ապահովեիք ինքնապաշտպանությունը, հնարավոր էր այդ պահին շրջափակման մեջ առանց Հայաստանի Հանրապետության օգնության եւ նույնիսկ այստեղից հայտարարություն հնչեց, որ մենք չենք միջամտելու։ Նրանք կարող էին ապահովել ինքնապաշտպանությունը։ Գիտեք, սա զրույցներ են, որոնք ուղղված են այդպես միամիտ մարդկանց վրա տպավորություններ թողելու։ Իհարկե ես էլ եմ տարբեր առիթներով մտածել այս մասին, գուցե ինչ որ բաներ կարելի էր անել, բայց դա կարող էր տևել 1 օր ավել, չգիտեմ, մի քանի ժամ ավել եւ այլն։ Եվ սա այնպես չի, որ դա միայն վերաբերում է Արցախին, արցախցիներին, Արցախի հանրապետության։ Մի պահ պատկերացրեք այսօր բոլոր մյուս չճանաչված պետությունները հետխորհրդային տարածքին, Աբխազիան լինի, Հարավային Օսիան լինի կամ Մերձդնեստրը, որի վիճակը այս ժամանակահատվածում նույնպես հայտնվել է շատ թեժ, այդպես երկու կրակների արանքում։ Դիմադրում են ինքնուրույն առանց ունենալու որևէ մեծ երկրի, ու տվյալ դեպքում Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստրի դեպքում Ռուսաստանը այդպես անվտանգության երաշխավոր է կանգնել, առանց օգնության։ Իհարկե դա կարող է լինել, կարող է տևել որոշակի ժամանակահատված, բայց մտածել, որ Արցախում գտնվող այդպես 10,000 մոտորապես զորքը կարող է դիմակայել Արցախը շրջապատած 60,000 անոց բանակին, թող լինի 40,000 անոց։ Սա պարզապես միամտություն է, եւ ովքեր խոսում են այդ մասին, որ կարող էին այսպես լինել, կարող էր այսպես լինել, տարբեր խոսակցություններ կան, որ այդ ժամանակ ինչու իշխանությունը փոխվեց եւ այլն, բոլոր այն մարդիկ, ովքեր դրա մասին խոսում են, ովքեր դրա մասին խոսում են, ովքեր տարբեր հարցազրույցներում վերադառնում են այդ օրերը, նրանք բոլորը տեղեկացված են եղել, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Եվ այնպես չի, որ 23 թվականի օգոստոսին Արցախում քաղաքական հանրային տրամադրությունները այդ բլոկադայի ժամանակահատվածում միայն ու միայն սևեռված էին Արցախի Հանրապետության նախագահի փոփոխության հարցի վրա։ Սա շատ բարդ իրավիճակում է եղել եւ նորից եմ ասում, այն մարդիկ, ովքեր ի պաշտոնե պետք է տեղյակ լինեին, գիտեին եւ բազմաթիվ տարբեր հանդիպումներում մենք փորձել ենք այդ իշխանության այդպես բարձրաստիճան իշխանությունների փոփոխությունները կանխել, գոնե հետաձգել, ինչը չի ստացվել եւ այն ինչ որ խոսում են նույն օրինակ Սամվել Շահրամանյանի մասին, որպես Արցախի Հանրապետության նախագահ սեպտեմբերի այդ վերջին սեպտեմբերի ընտրված, սա շատ այդպես երևացող եւ շատ պատասխանատու քայլ է, որովհետեւ այնպես չի, որ հարյուրավոր կամ տասնյակ տեխնացուներ են եղել այդ պատասխանատվությունը ստանձնելու, բայց այդ մարդը իր վրա է վերցրել այդ պատասխանատվությունը եւ այն ինչ որ արվել է այդ ժամանակահատվածում, արվել է բոլորի հետ միասին քննարկելով։ Այսինքն, եթե ավելի պարզ ասենք, ու կարող ենք ասել, որովհետեւ սրա մասին նաեւ շատ խոսել են Արցախի падգամավորները, Մետաքսե Հակոբյանն է շատ պատմում սրա մասին։ Տեսեք, այսինքն Նիկոլ Փաշինյանը եւ իշխանականները ներկայացնում են, որ այնտեղ ներքին էսպես հեղափոխության, հեղաշրջման, պալատական էսպես ասած փորձ է եղել, իշխանությունը վերցրել են, որպեսզի տեղի ունենա այն ինչ որ տեղի ունեցավ
Արցախի հանձնում, կոպիտ ասած։ Բայց իրականում, փաստորեն, երբ լսում ենք արցախցի պաշտոնյաներին, մենք հասկանում ենք, որ Արայիկ Հարությունյանը ինքն է ուզեցել հրաժարական տալ մի քանի անգամ եւ դուք փորձել եք համոզել եւ կանխել, եւ նա միևնույն է հրաժարականը տվել ու այս դեպքում Սամվել Շահրամանյանը պարզապես ստանձնել է պատասխանատվությունը, որպեսզի երկիրը չմնա առանց իշխանության։ Ես ճիշտ եմ հասկանում։ Շատ ճիշտ եք ասում։ Եղել է հենց այդ նույն ձևով, ինչ որ դուք նկարագրեցիք, եւ նորից եմ ուզում այդ հանգամանքը ընդգծել, որ 2023 թվականի ամբողջ ընթացքում, երբ որ Արցախում այդ համատարած շրջափակումներ, երբ որ լուծվում էր օրվա հացի խնդիրը եւ շատ դեպքերում չէր լուծում եւ այն ինչ որ նույնիսկ պահեստավորված էր կամ ինչ որ մարդիկ ունեին տարբեր պահոստներ, դրանք բոլորը ավարտվել էին, Արցախի հանրապետության նախագահի փոփոխությունը երբեք օրակարգային չի եղել եւ չի էլ կարող լինել։ Սա պարզապես իրավիճակ է, երբ որ իհարկե կան այդ դուք ճիշտ եք ասում, եղել են այդ նույն ազգային ժողովում քննարկումն է եղել, տարբեր իմաստով հանրությունը այդ ժամանակ բոլորովին այլ տրամադրությունների մեջ էր, իհարկե հրապարակում մի քանի անգամ այդ մեծ հավաքները հիշում եք Ստեփանակերտում տեղի են ունեցել, մարդիկ բոլորովին այլ պահանջներ են ունեցել եւ հիմնական բանը եղել է, որ Արցախը չի կարող բացի հայկական լինելուց ուրիշ ձևով շարունակել գոյատևել այդ պատմական տարածքի վրա եւ ովքեր որ դրա մասին խոսում են եւ խոսում են այդ նույն շեշտադրումներով, որ այսպես են արել, այնպես են արել, ինչ մի քանի առիթներով ես ասել եմ, ունենալով բոլորովին ուրիշ կարգավիճակ, ճանաչված պետության, միջազգային, չգիտեմ, տարբեր կարգի, տրիբունաներ եւ այլն, փորձեին մի պարկ ալյուր հասցնեին Ստեփանակերտ։ Մի պարկ ալյուր կամ մի տուփ մանկական սնունդ։ Փորձենք նաև հիմա գալ մեր օրեր։ Արցախցի պաշտոնյաները, երբ եկել էին Հայաստան, այստեղ նիստեր էր տեղի ունենում ազգային ժողովի, խորհրդակցություններ, որոշումներ էր կայացվում։ Վերջի շրջանում пассив են, ես ճիշտ եմ նկատել, եւ արդյոք իշխանությունների ճնշումները ինչ որ առումով ազդել են։ Հիմա էլ են հանդիպումներ լինում, քննարկումներ լինում, որոշ ինչ որ որոշումներ տեղի կատարվում են, որոշումներ ընդունվում են, բայց վերջին շրջանում ճիշտ եք նկատել, երևի շատ ավելի пассив է։ Դա իհարկե կապված է այն քաղաքական նաև եթե ճնշում էլ չի, ապա քաղաքական այնպիսի միջավայրի ստեղծման, որը Արցախի իշխանություններին համարյա թե հնարավորություն չի թողնում ակտիվ գործունեություն իրականացնելու։ Եվ գիտեք, իհարկե այն ինչ որ մամուլում կա, ես չեմ դրանից ավել այդպես տեղեկատվությամբ չեմ էլ տիրապետում, Արցախի ազգային ժողովը այսօր շարունակում է իր գործունեությունը, պարզապես վերջին շրջանում կապված ազգային ժողովի նախագահի հրաժարականի հետ, որոշակի նաև վակուում է առաջացել, բայց այս վակումը չի համարի անիշխանություն, որովհետև ազգային ժողովը շարունակում է գործել, ազգային ժողովի եւ կանոնակարգով եւ Արցախի սահմանադրությամբ, ինչով մենք առաջնորդվում ենք այս անցած տարիներին, ենթադրում է, որ ազգային ժողովի նախագահի այդպես հրաժարականի պարագայում ազգային ժողովի նախագահի տեղակալը շարունակում է իրականացնել այդ գործառույթները։ Նրա հրաժարականը ինչով է պայմանավորված։ Ինքը բացատրել է այդ հրաժարականի հիմքերը եւ սա կապված է ներքին ինչ-որ խնդիրների հետ, երբ որ տարբեր անհատներ, տարբեր կառույցներ որոշ պահանջներ են ներկայացրել եւ կարծես թե ինչ որ հանգուցալուծում արդեն կար, որովհետեւ նույն ինքը ազգային ժողովի նախագահը Աշոտ Դանիելյանը առաջարկել էր հանձնաժողով ստեղծել եւ քննել բոլոր այդ հարցերը եւ այն կասկածները, որոնք կային, բայց չգիտեմ ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել։ Գիտեք, ինձ համար իհարկե սա չի կարող լինել անտարբեր թեմա, չնայած ես այդ կարգավիճակը չունեմ թե падգամավորի, թե որևէ պաշտոնյայի, բայց չեմ կարող այդպես անտարբեր հետևել եւ ես կարծում եմ, որ մեր համաքաղաքացիներ, հայրենակիցները, ովքեր այս փուլում շատ մեծ ակտիվությամբ խոսում են արդարության, արդարադատության, Արցախի իշխանությունների ակտիվ գործունեության մասին, նրանք որևէ բանով չեն օգնում բնականում այդ աշխատանքները կազմակերպելուն։
նորից եմ ասում, որևէ իշխանության վակուում չկա, ազգային ժողովը շարունակում է աշխատել եւ ես կարծում եմ, որ քաղաքական որոշակի կոնսենսուսի դեպքում կապված ազգային ժողովի նախագահի տեխնացուության հետ եւ մյուս աշխատանքների այս հարցերը իրենց լուծումը կստանան։ Հիմա ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի էջը ամբողջությամբ պետք է փակել, թեև նա միշտ էր դրա մասին խոսում, որ չկա արցախյան շարժում, այդ էջը փակված դրված է մի կողմ։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանը Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը բացատրում է եւ արդարացնում է այստեղ փաստորեն օրինակ ընդդիմադիր ուժերի նախընտրական ծրագրերի մեջ արցախայինի իրավունքներին արված հղումներով, ասում է, այ խոսեցիք դրա մասին, դրա համար այնտեղ Ալիևը նորից հոխորտում է, դրա համար այնտեղ անընդհատ արևմտյան Ադրբեջան վերնագրերով ֆորումներ են տեղի ունենում։ Պարոն Ղուլյան, ինչ իրադարձություններ սպասենք, երբ դեռ նոր է խոսում Նիկոլ Փաշինյանը Արցախի էջը ամբողջությամբ փակելու մասին, այսինքն այս հայտարարությանը ինչ իրադարձություններ դեռ կարող են հետևել, եւ ի վերջո, մենք այդ հակադրությունը կարող ենք անել, երբ ասում ենք, այստեղ մենք խոսում ենք Արցախահայերի վերադարձի իրավունքի մասին, դրա համար են իրենք խոսում ադրբեջանցիների այսպես կոչված ճակերտավոր վերադարձի իրավունքի մասին։ Դրանք միթե համարժեք եզրույթներ են, որոնք կարելի է իրար կողք դնել, խնդրեմ։ Մի ընդհանրական բան պիտի ասեմ, մինչև այդ կոնկրետ հարցերին պատասխանելը, այն որ Արցախի էջը փակելու այդպիսի ցանկություններ կան, սա իհարկե երևացել են նաև մինչև ընտրությունները, բայց ես կարծում եմ, որ այն ինչ որ մենք ունեցել ենք մինչև ընտրություններից հետո շարունակվելու է նույն ձևով, որովհետև Արցախի էջ կամ Արցախի թեմա փակելու հնարավորություն չկա իշխանությունների, պետության կամ որևէ մեկ ամենագերհզոր անհատի կողմից։ Եթե կան արցախցիներ, Արցախի թեման շարունակելու է լինել։ Ուրիշ բան է, որ Արցախի թեման, Արցախի հետ կապված, արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը այսօրվա Հայաստանի գործող իշխանությունների կողմից ամբողջությամբ տապալված է։ Նույնիսկ ամենասովորական իրավունքների պաշտպանության, որ արցախցիները ինչպես պետք է կարողանան նույն իշխանություններն են, չի ասում պետք է ինտեգրվեն, չգիտեմ ինչ։ Այդ ինտեգրման process-ը իմ կարծիքով լրիվությամբ տապալված է։ Եվ այնպես չի, որ արցախցիներից ամեն մեկի հետևից պետք է գնան ինչ որ մի բան անեն իրենց աշխատանքի հարցով, բնակարանի հարցով եւ այլն։ Պարզապես պետք է ստեղծել այնպիսի կառավարման, այնպիսի գոնե օղակ ինչ որ մի համակարգ, որը մշտապես զբաղվեր արցախցիների թեմայով։ Քանի որ շատ են հղում անում ադրբեջանցիներին, ադրբեջանի իշխանություններին եւ այլն, խորհուրդ կտայի գոնե այս հարցում հետևել ադրբեջանի իշխանություններին, թե ինչպես են 90-ական թվականներից սկսած ադրբեջանցիներին, ովքեր տեղահանված են եղել, փախստական են եղել, պետականորեն զբաղվել հատուկ համակարգ կառավարման օղակներ ստեղծելով մինչև հիմա եւ նույնիսկ վերջերս են հայտարարել, որ շարունակելու են այդ նպաստներ տալը 3 տարի սրանից հետո։ Դրանից հետո են միայն կրճատելու այդ նպաստները։ Եթե ամեն ինչում հետևում են ադրբեջանցիներին, ապա պարզապես թող այդ համակարգի մեջ տեսնեն, թե ադրբեջանցիները ինչպես են պետական կառավարման հնարավորությունները օգտագործել փախստականների տեղահանված անձանց համար։ Չկա այդպիսի բան եւ մինչեւ հիմա էլ ինձ թվում է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի արցախցիները շարունակեն նեղված պայմաններում, նեղված լինել ոչ թե միայն առօրյայի, որովհետեւ հազարավոր արցախցիների համար այսօր աշխատանք գտնելը խնդիր է, բնակարան ունենալը շարունակում են տարի մի քանի անգամ բնակարան փոխել, որպեսզի գոնե ինչ որ վարձավճարի մասով կարողանան հարմարեցնել իրենց հնարավորություններին եւ եթե ինչ որ մի բան արվում է, ապա արվում է պարզապես նկար ունենալու համար։ Ինչ որ, չգիտեմ, երևի 10-20 արցախցիներ են կարողանում գտնել, հավաքել միտեղ եւ ինչ որ պետական համակարգից որը մեկը հանդիպում է, համարում են, որ սա շատ մեծ աշխատանք է արվել, այն ինչ որ արվել է,
այնինչ որ արվել է դրականորեն ի նպաստ, սա ոչ ոք երբեք չի մոռանալու, բայց ես կարծում եմ, որ այսօրվա Հայաստանում արցախցիների իրավունքների պաշտպանության համար շատ ավելին արվել է անհատապես առանձին մարդկանց կողմից եւ հանրային տարբեր կառույցների կազմակերպությունների կողմից, քան դա արվել է պետականորեն։ Սա ցավալի է։ Դա միտումնավոր է արվում, պարոն։ Չգիտեմ միտումնավոր է թե ինչ է, բայց այն որ արցախցիների թիվը Հայաստանի Հանրապետությունում, մայր հայրենիքում շարունակում է պակասել եւ միայն ու միայն մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների պատճառով է, որ այդ հոսքը ինչ որ պահերի կանգնում է։ Վստահ եմ, որ եթե այդ աշխարհաքաղաքական իրավիճակը մեր հարևան երկրներում ավելի հանգիստ լիներ, շատ ավելի մեծ միգրացիոն հոսքեր կլինեին։ Սա է իրավիճակը, որ մենք իսկապես այսօր ստիպված ենք ամեն օր մտածել եւ եթե օրինակ ճիշտ մտածեինք, քիչ առաջ խոսում ենք ինչ որ կառավարման օղակներ ունենալու, Արցախի հանրապետության իշխանությունների այդ օղակների հնարավորությունները, նրանց տեղեկատվությանը տիրապետելը, իրազեկվածությունը շատ հանգիստ կարելի է օգտագործել այդ նույն հարցերը լուծելու համար։ Պարոն, դուք ասում եք, որ հանդիպում են մի քանի արցախցիների հետ, փորձում են այսպես բեմադրած, քարոզարշավի ընթացքում էլ կային արցախցիներ, մոտենում էին Նիկոլ Փաշինյանին, շնորհակալություն էին հայտնում, դա էլ էր բեմադրած ձեր կարծիքով։ Չեմ կարող ասել, որովհետև կարող է եւ լինել եւ չլինել, բայց այն որ արցախցիների հետ աշխատում են, այսա շատ ճիշտ, շատ ոչ թե ճիշտ, այլ շատ հմուտ ձևով են անում։ Արցախցիների հետ աշխատում են տրամադրությունները փոխելու, գործող իշխանությունների հանդեպ վերաբերմունքը այդպես լավացնելու մասով, սա միանշանակ է։ Իմիջիալոց նույն տեղական իշխանությունների մակարդակով երևի էլի նախընտրական փուլում տեսել եք, իհարկե աշխատանք արվում է, չգիտեմ այդ արդիկ համայնքում էր, որ համայնքի ղեկավարը արցախցիներին սպառնում էր, որ եթե մեր ասածով չեք անելու, ապա բանը տոմս վերցրեք, թե ճամպրուկները կապեք այդպիսի։ Այսինքն կան այդպիսի աշխատանքներ, բայց ձեր նախորդ հարցի շարունակությունը, որ այս թեմաները փորձել են կապել ադրբեջանցիների բնակեցման, Հայաստանում բնակեցման հետ եւ այլ ուրիշ այդպես իբր թե հավասարության նշան դնելու համար, սա եւ իբրև մենք ենք առաջինը խոսում։ Սա հերթական քաղաքական սխալն է, որ դժբախտաբար Հայաստանի իշխանությունների մոտ կա այդ հակվածությունը եւ բարեբախտաբար էլ կան մեր հայկական իրականության մեջ փորձագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքական կուսակցությունների կողմից է որոշակի վերլուծություն ներկայացում, որ ոչ մի կերպ դա կապված չէ, որովհետև ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման կամ նրանց իրավունքների վերականգնման մասին Ադրբեջանի նախագահը սկսել է խոսել 2022 թվականի դեկտեմբերից։ Ես երևի ճիշտ կլինի, որ նշեմ, Տաթևիկ Հայրապետյանը արդեն 100 անգամ դրա մասին խոսել է, փաստերով ներկայացնելով, թե ինչպես է դա տեղի ունեցել ժամանակագրորեն, ինչպիսի կապվածություն կարող է լինել կամ չլինել, եւ այս իրավիճակում խոսել, որ եթե մենք խոսում ենք արցախցիների իրավունքների մասին, ապա Ադրբեջանի մոտ դա ինչ որ պատասխան գործողություններ կամ պատասխան քայլեր է առաջացնում, սա տրամաբանություն էլ չկա, որովհետև եթե մի պահ տեսականորեն պատկերացնենք, որ մենք չենք խոսում արցախցիների իրավունքների մասին, թող որևէ մեկը չկասկածի, Ադրբեջանը չի դադարելու խոսել իր ադրբեջանցիների, իր քաղաքացիների Հայաստանում բնակեցնելու իր ծրագրի մասին։ Եվ նախընտրական ծրագրում ես կարծում եմ, որ չի եղել այդպիսի, սա էլ է երևի խոսում այն գուցե հասունության մասին, որ չի եղել այնպիսի մի կետ, որը այսօր կարելի է այդպես առանձնացնել որպես սպառնալիք թե խաղաղության գործընթացին, թե նույն այս արցախցիների իրավունքներին ի պատասխան Ադրբեջանի կողմից ձեռնարկող քայլերի։ Սա պարզապես ես կարծում եմ խաբկանք է, որը եթե այդ մարդիկ ունեն,
ապա դա չի նշանակում, որ մեզ էլ պետք է դնեն այդ խաբկանքի մեջ։ Այսինքն դուք Ադրբեջանին լավ ճանաչելով, ավելի մոտիկից տեսնելով նրանց բոլոր գործողությունները, կարող ենք հստակ փաստել, որ Ադրբեջանը մեր հանդեպ որևէ կերպ խաղաղասեր տրամադրություն չունի, շարունակում է ունենալ տարածքային պահանջներ մեր հանդեպ եւ որքան էլ մենք զիջենք, միևնույն է իրենք իրենց նպատակները առաջ են մղելու։ Եվ ոչ միայն այստեղ իբրև իրենց համայնքի իրավունքների պաշտպանության առումով, այլև հստակ տարածքային պահանջներ նրանք ունեն մեզնից։ Հայաստանի Հանրապետությունը անվանում են Արևմտյան Ադրբեջան, Հայաստանի տարածքները նրանք անվանում են ադրբեջանական անվանումներով։ Այդ պետությունը արդյոք հնարավոր է ասել, որ այդ պետությունը ցանկանում է մեզ հետ խաղաղություն հաստատել։ Ադրբեջանի կողմից ձեռնարկված բոլոր այդ քայլերը տեղանունների հետ կապված, տարածքային պահանջների հետ կապված, տարբեր ֆորումներ անցկացնելու իրենց այդ մեծ ծրագրի հետ կապված եղել են եւ նախքան արցախցիների տեղահանությունը, արցախցիների իրենց իրավունքների մասին խոսելը, այդ նույն ֆորումները հունիսին ընտրություններից ընդամենը 10 օր հետո տեղի ունեցել Նախճեվանում, դրանից հետո Ադրբեջանի բուն տարածքում եւ այդ փառատոններ անցկացնելու ծրագիրը եղել է շատ ավելի վաղ, քան եղել է նախընտրական ծրագրերը։ Այո։ Այսինքն որևէ կապվածություն այստեղ չկա։ Արհեստականորեն բերել այս թեման, կապել արցախցիների իրավունքների պաշտպանության հետ կամ Հայաստանի կողմից այդպիսի քայլերի պակասի հետ, սա նորից եմ ասում, սա պարզապես քաղաքական միամտություն է։ Եվ գիտեք, կարող է ես այնքան էլ լավ չեմ ճանաչում, վստահ եմ, որ ինձանից ավելի շատ ճանաչողներ կան, բայց քանի որ վերջին գոնե 100 տարվա ընթացքում այն ինչ որ եղել է Ադրբեջանի կողմից, Թուրքիայի կողմից ծրագրված, կապված Հայաստանի տարածքի հետ, կապված հայերի հետ եւ նրանք 100 տարի հետո նորից վերադառնում են նույն ծրագրերին։ Հետամուտ են լինում։ Սա խոսում է այն մասին, որ ի տարբերություն մեզ, ի տարբերություն քաղաքական ղեկավարության Հայաստանում եւ Ադրբեջանում եւ Թուրքիայում կա շատ ավելի ռազմավարական հեռանկարային քաղաքականություն, որը նրանց մոտ կարող է դադար լինել կամ դանդաղեցվել այս կամ այն փուլում, բայց որ նրանք շարունակելու են այդ քաղաքականությունը առաջ տանել, սրանում որևէ կասկած չկա։ Եվ նաև խնդրում եմ գնահատական տալ այս վերջին թեզերին, որ օրինակ մենք ունենք անկլավներ, այս անկլավների հարցը լուծենք, որ Ադրբեջանը մեզ Արցվաշեն տա։ Եվ փաստորեն այս թեզերը արդեն հասել են հասարակությանը, շարքային քաղաքացիներին, օրինակ Տիգրանաշենի բնակչուհին կին է հարցազրույց է տալիս եւ ասում է, այո, ասում է Տիգրանաշենը ադրբեջանական անկլավ է եղել եւ այո, պետք է տանք, որ դրա փոխարեն Արցվաշենը դա մեր տարածքն է, մի քանի անգամ ավելի մեծ տարածք է, մենք պետք է Արցվաշենը վերցնենք։ Հնարավոր է, պարոն Պուլյան, որ Ադրբեջանը Արցվաշեն զիջի մեզ, իբրև թե վերցնելով իր անկլավները, որոնք իրականում հատուկ ասեմ, հա, մենք մտնում ենք իրենց խոսույթների մեջ անկլավների եւ այլն, որոնք իրականում գոյություն չունեն, այսինքն իրենք չունեն այստեղ անկլավներ։ Ձեր տեսակետը։ Տիգրանաշենի մասով մի բան պարզապես ասեմ, որ Տիգրանաշենի թեման միայն տեղի բնակիչների թեման չէ։ Իհարկե։ Որովհետև Տիգրանաշենը գտնվում է այնպիսի մի տարածքում, որը Հայաստանը պարզապես բաժանում է երկու մասի։ Եվ խոսքը նրա մասին չէ միայն, որ Տիգրանաշենում այսօր ապրող մարդիկ շարունակելու են այնտեղ ապրել, թե կարող է ավելի լավ պայմաններում ինչ որ բնակարաններ հատկացվեն։ Խոսքը նրա մասին է, որ այդ տարածքը Հայաստանի համար ամենա այդպես կենսական նշանակության տարածք է եւ անվտանգության տեսակետից եւ տնտեսական հաղորդակցության տեսակետից բոլոր առումներով։ Սա այնպես չի, որ Տիգրանաշենում ապրող ինչ որ մեկը խոսում է իր իրավունքների մասին։ Սա վերաբերում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին։ Ինչ վերաբերում է անկլավներին, ապա ես քանի որ իհարկե հետաքրքրվել եմ այդ թեմայով, բայց ես պարզապես զարմանում եմ, որ այս թեմայով նույնիսկ մինչև ընտրությունները Հայաստանում բազմաթիվ տեղեկացված մարդիկ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը քանի անգամ է դրա մասին խոսել, որ ինչ է տեղի ունեցել 88-89 թվականներին եւ այսօր Հայաստանի իշխանություններից ոչ մեկը
դրան ոչ արձագանքում է, ոչ պատասխանում է, ոչ դա մտքում պահում է գոնե դրանք օգտագործելու եւ եթե մենք այսպես ենք քաղաքականություն վարում, այսինքն որևէ բան նախկինից չհիշելով, դաշ չառնելով, չօգտագործելով այդ նախկին փաստաթղթեր, իհարկե մեզ ամեն անգամ նոր պահանջներ են ներկայացնելու, որովհետև այդ պահանջներ ներկայացնող գործիչների եւ սուբյեկտների համար, պետությունների համար միանշանակ է, որ Հայաստանում չկա այն իշխանությունը, որը իր նախորդ շրջանի պատմությունը, տարեգրությունը, քաղաքական անցուդարձը տիրապետում է եւ պատրաստ է դա օգտագործել իր ազգային շահերը պաշտպանելու համար։ Եվ մի թեզել է հիմա պատտվում, սրան էլ անդրադառնանք եւ փակենք հաղորդումը, պարոն Ղուլյան։ Հիմա էլ ասում են Ադրբեջանը կարող է դառնալ մեր անվտանգության երաշխավորը, սա ի դեպ պաշտոնական պետական մակարդակով ազգային ժողովի չգիտեմ ասեմ նախքին թե դեռ ներկա նախագահ Ալեն Սիմոնյանը մի 2 օրից արդեն կդառնա նախքին, նա ինքը ասում էր Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, բայց սրա հետ մեկտեղ հիմա էլ փաստորեն էներգետիկ անվտանգության երաշխավոր են Ադրբեջանին համարում, ասում են հետո ինչ որ մենք Ռուսաստանի հետ թշնամանում ենք, Ադրբեջանը մեզ կարող է գազ մատակա արել, Ալիևը ինքն է վերջերս, եթե չեմ սխալվում, Գերմանիայում էր հայտարարեց, որ ես կարող եմ այլընտրանքային աղբյուր լինել Հայաստանի Հանրապետության համար վառելիքի առումով։ Արցախի օրինակը մեր աչքի առջև է։ Հիշում եմ, որ սեպտեմբերի 19-ին դրանից հետո երբ սկսվեց արդեն բռնի տեղահանությունը Արցախայրի, այնտեղ արդեն Ադրբեջանը լույսը միացրել էր, դուք ինձնից լավ դա կհիշեք եւ կփասեք, ես հիշում եմ այստեղից, որ արդեն Արցախը հայթափվել էր, լուրերը տվեցին, որ Ադրբեջանը արդեն ամբողջ Արցախը լուսավորել է։ Հիմա հնարավոր է Ադրբեջանը լինի մեր երաշխավորը եւ անվտանգային եւ էներգետիկ անվտանգային առումով։ Դուք շատ ճիշտ բան բերեցիք հիշողությունից, որ կարող են եւ գազ տալ եւ էլեկտրականություն, բայց դատարկ տարածքներ, որտեղ հայեր չլինեն։ Գուցե հիմա էլ մոտորապես մտքներին դա է, որ ամեն ինչ էլ պատրաստ են տալ, բայց քիչ առաջ ձեր նշած այդ անկլավների հետ կապված, մյուս տարածքների հետ կապված, գիտեք, երևի որևէ բանից հիմա զարմանալ պետք չէ, որովհետեւ այն ինչ որ տեղ ունեցել Հայաստանում վերջին մի 5-6 տարիներին, խոսում է այն մասին, որ խորքային այդպես ռազմավարական քաղաքականություն չի մշակվում եւ չի իրականացվում։ Սա շատ ցավոտ թեմա է եւ շատ վատ է, որ այդպես է, որովհետեւ այն ինչ որ այսօր կատարվում է ոչ միայն Հարավային Կովկասում, այլ Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս, Ռուսաստան, Ուկրաինա, բազմաթիվ ընդհանրապես այս ամբողջ աշխարհով մեկ խոսում է այն մասին, որ մենք մտել ենք մի այնպիսի ժամանակաշրջան, երբ որ ոչ մի բան որոշված չէ։ Նույնիսկ 7-10 անգամ իրար հետ համաձայնում են հռչակագիր են ստորագրում, բայց չի կատարվում։ Այսպիսի իրավիճակում մտածել, որ մենք ինչ որ մի բան ենք պայմանավորվել, ու դա արդեն վերջնական է, ու դա ոչ մի բանով չի փոխվելու, սա, չգիտեմ, անհեռատես, շատ մեղմ ասենք, անհեռատես մոտեցում է միայն, եւ երբ որ ասում եմ որևէ բանից չպիտի զարմանանք, եթե պետությունը չի օգտագործում Սփյուռքի հնարավորություն, Սփյուռքի մեր բարերարների, Հայաստանում մեր տնտեսական մեծ հաջողությունների հասած գործիչների հնարավորությունները եւ հակառակը բոլոր այդ հնարավորությունները փորձում է այդպես տանել ու բանտել ու բանտարկել, սա խոսում է այն մասին, որ դու ստիպված պիտի լինես, չգիտեմ, այս մեկից ուզել, այս ուրիշ որևէ երկիր այսպիսի սփյուռք ունենալով չի կարող լինել այսպիսի խղճուկ իրավիճակում։ Եվ մենք 20 թվականից հետո Սփյուռքից երես ենք թեքել։ Խռովել ենք եւ այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են Հայաստանի ու Արցախի անվտանգության, տնտեսական բարեկեցության, բազմաթիվ անհատական ծրագրեր են իրականացրել։ Հիմա չգիտեն ինչ անեն, հիմա չգիտեն, որովհետեւ պահանջված չէ նրանց ներկայությունը այստեղ։ Երբ որ մենք երկրի ներսում Սամվել Կարապետյանի նման բարեգործին եւ նրա ոչ միայն քաղաքական գործունեությանն ենք այդպես հետապնդում, ինչ որ բաներ փորձում հորինել,
նրա բարեգործական ծրագրերին փորձում ենք սահմանափակել, նրա տնտեսական հնարավորությունը եւ կապերը չենք օգտագործում։ Երբ որ Գագիկ Ծառուկյանին ենք փորձում այդ սահմանափակել հնարավորությունը եւ այս իրավիճակում խոսում ենք ժողովրդավարության ու միջազգային չափանիշներին այդպես հետամուտ լինելու մասին, սա ծիծաղելի է, որովհետեւ չի կարող լինել ժողովրդավարություն կամ ազատականություն առանց տնտեսական ազատ շուկայի եւ այլն։ Եվ երբ որ դու այսօր սեփականության իրավունքի դեմ ես գնում, սեփականության իրավունքն ես բանտարկում, սա նշանակում է, որ այս երկրում դեռ շատ երկար մարդիկ մտածելու են ներդրումներ անեն թե չանեն։ Հետևաբար այն ինչ որ այսօր կատարվում է, անկեղծ ասեմ, գուցե սա մի քիչ ավելի մեծ փիլիսոփայություն է, ես չգիտեմ այլ երկիր, որտեղ իշխանությունը չի փորձում իր հասարակության հետ լեզու գտնել։ Ես չգիտեմ այլ երկիր, որտեղ իշխանությունը նույնիսկ վերընտրված չի փորձում ընտրություններից հետո գնալ այս համերաշխության ու խաղաղության ճանապարհով եւ չի այդպես ամբողջացնում, որ իր համար իրեն ընտրածը, իրեն չընտրածը դա նույն իր երկրի քաղաքացիներն են։ Ես սա ասում եմ խորը ափսոսանքով, որովհետև ես դրա մեջ տեսնում եմ առաջիկա տարիներին, առաջիկա ամիսներին մեր այս ներքին համերաշխության բացակայությունը նույնպես։ Եվ եթե մենք այս սերտությունը, միասնականությունը չունենանք, խոսել ինչ որ մեծ բաների մասին, առավել եւս խաղաղության, չգիտեմ, ժողովրդավարության մասին, սա պարզապես այդպես հեքիաթային ինչ որ բան է։ Հույսներս դնենք Ադրբեջանի վրա։ Մեր սեփական ռեսուրսները սպառենք, հույսներս դնենք Ադրբեջանի վրա։ Ամբողջ ցավը նրանում է, որ նույն Ադրբեջանը իր նավթի եւ գազի պաշարները ստանում եւ փոխանցում է այլ երկրներից։ Եվ նման իրավիճակում մտածել, որ Ադրբեջանը դա անելու է առաջին հերթին հենց Հայաստանին այդպես բարություն անելու կամ աջակցելու պայմանով, սա էլ չգիտեմ ինչ շարքի մեջ պետք է դնել։ Պարոն Ղուլյան, շնորհակալ եմ ես ձեզ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։ Դուք դիտում եք Կուլիսային ոդքասթը, մենք կհանդիպենք, լավ եղեք։